F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Արևիկ, այսօր ինչ լավ բան անենք մեր Հայաստանի համար։ Չգիտեմ, Արմինե, դու առաջարկի։ Լավ բան մտածեցի։ Ինչ։ Արի գնանք Գետազատ, Անուշիկենց գյուղ։ Որ Անուշիկենց։ Այն որ քեզ մի քյապ արեց։ Բայց դու գիտես, որ այն փոքր Անուշիկն էլ է Գետազատից։ Արի գնանք ընդ, մտնենք եկեղեցի, մոմ վառենք։ Բայց Գետազատում գիտես, քանի եկեղեցի ու մատուռ կա, անթիվ անհամար են։ Հա։ Բոլոր եկեղեցիները մատուռները գնանք, հա։ Ամեն եկեղեցում մատուռում մի մոմ վառենք, հա։ ու աղոթենք տարբեր նպատակների համար։ Հա։ Դա բան ես ասում, դեմ չեմ, համաձայն եմ, գնացինք։ Արի։ Արմինե, սա էլ Գետազատ գյուղը, հիմա ինչ անենք։ Արի զանգենք Անուշիկին, տեսնենք որտեղ է, գնանք իրանց տուն։ Լավ։ Զանգում ենք Անուշիկին։ Ալո, բարև Անուշիկ։ Բարև Արմինե։ Ո՞նց ես։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Լավ։ Հիմա դու որտեղ ես։ Ես Անուշքուրիկես տանն եմ, ինչ ես ասում։ Մենք ձեր գյուղն ենք եկել։ Ուզում ենք գանք քեզ տենանք։ Ո՞նց գանք։ Ինչ լավ է, եկեք Անուշքուրիկես տուն։ Անուշիկ։ Բարև Անուշիկ։ Ո՞նց ես։ Լավ եմ, դուք ո՞նց եք։ Լավ ենք։ Եկել ենք, որ ձեր գյուղում էքսկուրսիա անենք։ Շատ լավ է։ Կօգնես մեզ այդ հարցում։ Իհարկե։ Ուզում ենք ձեր գյուղի եկեղեցիներում, մատուռներում գնանք, ամենտեղ մոմ վառենք ու երազանքներ պահենք մեր ազգի համար։ Հասկացած ես։ Դե եկեք հիմա գնամ, իմ արդար ձեռքերով ձեզ համար կոֆե սարքեմ, կօգնես, չէ։ Հա, կօգնեմ։ Արմինե, քանի որ մենք փոքր ենք, արի խմենք լուծվող սուրճ։ Արի։ Անուշիկ, Արմինե միշտ կյանքը սուտում է, ասում է, արի լավ բան անենք ամեն շաբաթ։ Ճիշտ է ասում։ Մենք պետք է մարդկանց սովորացնենք, որ միշտ լավ գործեր կատարենք։ Անցած անգամ գիտես ինչ են կարել։ Գնացել են Կոտայ գյուղ։ Երեխաները Արմինեին տեսել են, լիքը խաղեր են խաղացել, հարցեր են տվել, ուրախացան ահագին։ Ճիշտ է։ Հա։ Այսօր էլ քնից ելելա, զանգում ասում է Արևիկ, արի գնանք մի լավ բան անենք։ Ասում եմ ինչ անենք։ Ասում է արի ճանապարհ ընկնենք, ընթացքում կհասկանանք։ Հետո դաշտերի մեջ ման եկանք, տեսանք, որ մարդիկ չկան, որ իրենց օգնեին հողագործական աշխատանքների մեջ։ Մեկ էլ տենց փայլատակեց միտքը, ասաց արի գնանք Գետազատ գյուղ։ Շատ եկեղեցիներ կան այնտեղ, մատուռներ կան։ Ես ասացի էլի, դե գիտեմ գյուղը, ծանոթ եմ գյուղին։ Ասի գնանք գոնե եկեղեցիներում, մատուռներում, ոնց որ ամենտեղ մտնենք, մի մոմ վառենք։ Մտնենք։ Առաջինը որ եկեղեցին խորհուրդ կտաս։ Սուրբ Դավիթ։ Դասերը սովորել ես։ Այո։ Որովհետև մեզ ուղեկցելու ես։ Այո։ Համաձայն ես։ Այո։ Ու նաև Անուշիկ, չենք ուզում մենակ գնանք, մտնենք եկեղեցի, մոմ վառենք։ Նաև մեզ պետք է տվյալ մատուռների եկեղեցիների պատմությունները պատմող լինի։ Կպատնեմ։ Կարող ես։ Այո։ Շատ լավ։ Դե եկեք ժամանակ չկորցնենք, մեր սուրճը խմենք ու շարժվենք առաջ։ Շարժվենք։ Դե մեր գործերին հաջողություն։ Այո։ Անուշիկ, իսկ ձեր գյուղում Wi-Fi կա։ Հա, մենք մեր ընտանիքով օգտվում ենք F-net Telecom ընկերության ծառայություններից։ Բարով եք եկել, հազար բարին, ինչպես եք։ Լավ։ Փառք Աստծո, լավ ենք։ Հիմա մի հատ միասին հայր մեր աղոթքն ասենք։ Ասենք։ Ասենք, տեսնենք համել ձեզ կսովորացնեմ։ Կարելի է։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցի կամ քո, որպես երկինս եւ երկրի,
ըսահաց մեր անապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ պարտիս մեզ, որպես եւ մենք թողունք մերոնց պարտապանած, եւ մի տանիրիզ մեզի փորձություն, այլ փրկեազ մեզի չարեն, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս, ամեն։ Ապրեք, էդի միշտ պահեք ձեր միտքը եւ անգիր փորձեք սովորել։ Դպիրավո, Այո։ օրինակ խաչակնքվելիս, ինչու ենք երեք մատեր այսպես Այո։ իրար, դնում ճակատին, Հետո դնում մենք ստամոքսին, հետո ասենք ձախ կողմ, հետո աջ կողմ։ Աջ ու վերջում ձերքի ափը դնում Դնում ենք հոգու վրա, որովհետև հոգին սրտի մոտ է։ Այդպես է։ Սա Սուրբ Երրորդության խորհրդանիշն է։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Քրիստոս մարդ էր եւ Աստված։ Այս երկու մատերը ծալած ենք պահում, երեքով այսպես խաչակնքվում ենք հանուն Հոր, Որդվո եւ Հոգույն Սրբո։ Գիտեք ինչ է նշանակում Կիրակի։ Կիրակի օր չի եղել սկզբից Աստծո ստեղծած։ Աստծո ստեղծելա 7 օրը, առաջի օրը կոչվել է միաշաբթի։ Շաբաթ եբրայերեն նշանակում է հանգիստ։ Իսկ հետագայում Քրիստոսի հարությունից հետո միաշաբթին կոչվեց Կիրակի։ Կյուրակե բառն է հունարեն, որը կոչվում է Տիրոջ օր։ Ռուսները այո, ռուսներն ասում են Վասկրես, հարություն։ Դպիրավո, Այո։ ուզում եմ միասին 10 պատվիրանները վերհիշենք։ Փորձեք։ Երեխաները գիտեն։ Մի շնացիր, Պատվիր քո հորն ու մորը, ստեղից սիրիր քո Տեր Աստծուն, պատվիր քո հորն ու մորը, հետո մի շնացիր, մի գողացիր, մի խափի, սուտ մի խոսիր, վկայություն մի տուր, Այլ կուրքեր մի փնտրիր, ուրիշ աստվածներ մի փնտրիր։ Այո։ Ես եմ քո Տեր Աստվածը։ Աստվածը ուրիշ Աստված չդիմես։ Այո։ Ես ուզում եմ մի հարց տալ, ինչ անենք, որ մարդիկ բարի լինեն, ինչ գործողություն անենք, որ մարդիկ բարի սիրտ ունենան, բարի հոգի ունենան։ Աստվածաշնչի մեջ գրված է, որ ողորմություն արա։ Դա ամենամեծ բարիքն է, մեր ժողովրդի մեջ նստված կա մնացել ողորմություն բառից խուսափում են։ Դեռ իմ երեխա ժամանակ ուսուցիչները մեզ ասում են ողորմելի։ Իրանք էլ չէին հասկանում բառի իմաստը, բայց ասում են ողորմելի, բայց ամենամեծ քրիստոնեական բարությունը, որ մարդ կարող է կատարել, իր նմանակի հանդեպ դա ողորմությունն է, որտեղ Քրիստոս ասաց ձեզանից զոհ չեմ պահանջում, այլ ողորմություն։ Այսինքն օգնի աղքատին, օգնի Այո, իրան նմանային օգնի։ Ունենք այսօր հնարավորություն։ Այսօր շատերը կան, ասենք, հին չեմ ասում հին, հիմա փառք Աստծո մարդիկ մեկ անգամ շորը հակում են, կամ կոշիկը փոխում են։ Եվ կամ գցում են աղբարկը, կամ այրում են։ Բայց այնքան մարդիկ կան, որ դրա կարիքը ունեն, որ կարան շատ սիրով հագնել եւ դրանով դաժե, ասենք, գնան ինչ-որ լավ հանդեսների մասնակցեն։ Իրանց համար փոքրիկ նվեր է, իրանց ամենամեծ նվերն է, էլի։ Այո։ Շնորհակալ եմ շատ ձեզնից, Դպիրավո։ Մենք էլ գնանք մեր այսօրվա առաքելությունը ի կատարածենք։ Բարի։ Երեխեք, հասանք Սուրբ Դավիթ եկեղեցին։ Անուշիկ, հիմա ես ու Արմինեն ու նաև մեր հեռուստադիտողներն ու հետևորդները ցանկանում են, որ Սուրբ Դավթի մասին մեզ պատմես։ Սուրբ Դավիթը կառուցվել է 2015 թվականին, որ Էջմիածնից մի մարդ կար, անուն Դավիթը։ Ինքը իր երազում տեսնում է, որ Գետազատ գյուղում կա իր անունով կոչված մի հին եկեղեցի։ Եվ իր երազում մի սպիտակ մարդ ասում է. գնաս Գետազատ գյուղ, սարքիր այս Սուրբ Դավիթը, եթե սարքես, քեզ լիքը հաջողություններ կբերի։ Ինքը իր հետ բերում է Էջմիածնից բերում է իր հետ վարպետ, որի անունը Լովա է։ Իրան կառուցում են 3-ը՝ Հովո, Զավենը, Լովան։ Ու հետո այդ մարդը դեռ ապրում է, կենթանի է։ Այո, Հաջողություններ ունեցել է իր կյանքում։ ունեցել է։
Իմ հայրիկն էլ է ունեցել, որովհետև իմ հայրիկն էլ է այս եկեղեցին կառուցել։ Ասում ես քո հայրիկն է կառուցել եկեղեցին։ Իր հայրիկը եկեղեցու կառուցման աշխատանքների մեջ դեր է խաղացել, օգնել է, չէ՞։ Այո, մասնակցել են եւ այդ եկեղեցին կառուցել են։ Նրանից հետո քո հայրիկը ինչ հաջողության է հասել։ Ունեցավ ինձ։ Դու Իր ամենամեծ հաջողություններ, որին ունեցավ ինձ։ Բոլոր աղջիկները եւ կանայք եկեղեցի մտնելուց պարտավոր են գլխաշորներ դնել։ Առաջինը ում համար վառենք։ Վառենք մեր զինվորների համար, որ իրանք ողջ-առողջ վերադառնան իրենց տուն։ Ներքևում ունենք հին Սուրբ Դավիթը։ Հին Սուրբ Դավիթը, որը պատրաստել են 1935 թվականին։ Ու այս որ պատրաստված է խաչը եւ ջուրը, դա կառուցվել է 2001 թվականին։ Սա էլ հին Սուրբ Դավիթն է։ Ես այնքան շատ եմ սիրում մեր հնությունները, ինչքան լավ է որ պահպանում եք անուշիկ։ Տեսնում եք հին արաստաղները, Ամբողջովին փայտից է պատրաստված։ հին քարերը։ Հա։ Այ։ Շատ եմ սիրում հնության հոտը։ Տիկին Շողիկ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Նստենք ծանոթանանք։ Նստեք։ Ո՞նց եք բա։ Մենք շատ լավ ենք։ Տիկին Շողիկ, Հա, դուք լսում ինձ հիշում եք, մենք ծանոթ ենք իրար։ Այո, ծանոթ ենք, հիշում եմ։ Շատ են այցելում մարդիկ Սուրբ Դավիթ, թե միայն տոնական օրերին։ Ոչ, բոլոր օրերն էլ գալիս են։ Մատուռը ինչ է կոչվում։ Նույնն է, Սուրբ Դավիթ։ Էսի 80-ական թվերին են կառուցել։ Կանաչ գիրակի մասին մեզ ինչ կպատմեք։ Վայ, կանանչ գիրակին այնքան շատ են լցվում, առևտրականներ, մոմավաճառներ, լիքը։ Շարժը շատ է։ Շարժը շատ է, բայց շատ զիբիլ են թափում, շատ ահավոր։ 3 օր մաքսիմում այսօր նոր վերջացրել եմ։ Դե ասեք տեսնեմ մեր երեխաները ձեզ ինչով հոգնեն։ Մի քիչ ավլելու գործ կա։ Կավլեք երեխեք։ Կավլենք։ Դե ի գործ։ Տիկին Շողիկ, Սիմիկը մեզ հետ ընկերացավ։ Հա, ինչ ես տալի ուտի։ Կարող է տանեմ պահեմ։ Չէ, իրա ձակերը բա։ Ձակերը։ Հա, Դե տանեմ ձակերն էլ դուք տիրություն կանեք։ տատա տալի։ Աթա տալիս ոչինչ, լավ։ Վայ, չէ։ Մեզ հետ ընկերացել է։ Երեխեք տանենք։ Տանենք։ Տանում ենք վերջ։ Աղջիկներ, հասանք Գետազատի Սուրբ Սարգիս եկեղեցի, որը վերանորոգվել է 1970 թվականին։ Հիմա գնանք այլ նպատակի համար այստեղ ման վառենք։ Գնանք։ Անուշիկ, կհիշեցնես այս քարը ինչ է խորհրդանշում։ Այս քարի մոտ եթե երազանք ասես, ապա այդ երազանքը կիրականանա, եթե դու ձգտես։ Այդ ինչպես։ Հիմա ես նայեմ քարին, երազանք ասեմ քարին։ Դու պետքա քարին կպնես ու երազանքը ասես։ Մտքիս մեջ։ Հա, մտքիդ մեջ, որ ոչ մեկ չիմանա, եթե իմացան չի կատարվի։ Արմինելը փորձի։
պետքա ձգտես, որ երազան ասածը իրականանա։ Հավատքով պետքա խնդրես։ Այս մոմը վառում ենք, որ մարդկանց աշխատավարձերը բոլորինը բարձր լինեն, աշխատատեղեր լինեն, մարդիկ առանց աշխատանք չմնան։ Այո։ Ես այս մոմը վառում եմ, որ բոլոր հայերը հայրենասեր լինեն։ Անուշիկ, դու մեզ դրախտ բերեցիր, այ աղջիկ ջան։ Չնայած ես այստեղ էլի եմ եղել, բայց Արմինեի Աշոտի համար նորություններ։ Ասեմ, շատ գեղեցիկ է։ Ահա։ Շատ դուրասի եկավ։ Էլի կգաս Գետազատ, Արմինե։ Այո։ Դու դեռ կեսի կեսն ես տեսել Գետազատում, բա որ մնացած հրաշքները տեսնես։ Գեղեցկություն է մեր Գետազատը։ Շատ գեղեցիկ է։ Իսկ տուրիստներ գալիս են ընդհանրապես։ Գալիս են Բարդիների պուրակում, այնտեղ որ կա տեսարժանվայր, տուրիստները գալիս են, ուսումնասիրում են, հավանում են։ Այստեղից ոչ միայն Գետազատ գյուղն է երևում, այլ ամբողջ Արարատի մարզը, Արարատը, Վեդին, դաշտերը մարդկանց, Մասիսը, Սիսը, որ գալիս ես ու այստեղ կտրվում ես, Ու չես ուզում գնաս տուն։ Այո։ Հաճախ եք գալիս այստեղ ընկերներով։ Գալիս ենք։ Հա։ Հա։ Հիմա որ դասերից փախ չի, գաք այստեղ։ Չէ, տենց բան չենք արել։ Բայց դրա փոխարեն մենք դասերս արել ավարտել ենք, նոր գալիս ենք ստեղ։ Անուշիկ սավար եկեղեցին է։ Սուրբ Աստվածածին։ Ահա, համեցեք ներս։ Կառուցվել է 1841 թվականին։ Իդեպ ուզում եմ ասել, որ ձեր գյուղի երիտասարդները, տղաները լավ բան են անում ձեր գյուղի համար։ Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվում է։ Դա շատ լավ է։ Իհարկե։ Ես հիշում եմ 2 տարի առաջ, որ եկա այս եկեղեցին տեսա, անմխիթար վիճակում էր գտնվում։ Ու նոր իմացա, որ վերանորոգման փուլում է։ Շատ լավ է։ Համեն հայտնեցին, որ Գետազատի բոլոր եկեղեցիներն ու մատուրները հերթով Ուզում են վերանորոգեն, այո։ Տեսնում ես, իրենք էլ իրենց հերթին են լավ բան անում գյուղի համար։ Այսինքն մենք բոլորս պետք է լավ բաներ անենք, որպեսզի մեր կյանքը ավելի Աստծով լինի։ Ես այս մոմը վառում եմ, որ մարդիկ միշտ առողջ լինեն։ Ես այս մոմը վառում եմ, որ մարդիկ միշտ բարի լինեն եւ իրար օգնեն։ Ես այնքան բան ունեմ ասելու, ուզում եմ մոմ վառեմ, որ մարդիկ անտարբեր չլինեն մեկը մյուսի ցավի նկատմամբ ու բարի լինեն, նախանց չլինեն, միմյանց հասնեն տարբեր իրավիճակներում, ինչ որ դուք ասացիք։ Ուրիշի ունեցվածքին աչք չդնեն։ Այո, կցանկանամ, որ ավտովթարներ չլինեն, որովհետև տեսնում ենք ավտովթարների հետևանքով ինչքան մարդիկ են մահանում։ Ու ամենակարևորը ես մի բան ասեմ, կուզեմ, որ մարդիկ իրենց երջանիկ զգան։ Երբ որ մարդիկ երջանիկ լինեն, չարագործություններ չեն անի։ Տատի ջան, մեզ այս եկեղեցի մասին կպատմես։ Մեծ սիրով։ Եկեղեցին հիմնադրվել է Ազիզ ջան 1841 թվականին։ Շատ մեծ
փուլ եկած եկեղեցի էր։ Իր այս պատը մինչև այն Հարուրի բերանը քանդված էր։ Դե ես նոր հարս եմ եկել գյուղը, սկեսուրս իր ուժերով, ավելի ճիշտ գյուղը մեծամասնությունը ով որ կար, օգնեց, վերանորոգեցինք այդ եկեղեցին։ Հիմա մենք ենք պաշտպանում, մենք ենք նայում, գալիս են ում են վառում, Ազիզ ջան, այտենց։ Նաև նկատեցինք, որ շինարարական աշխատանքներ։ Այո, շինարարական աշխատանքներ, այս որ սարքեցինք իմ ամուսինը, տեքրս, գյաջին, ռեմոնտին, ամեն ինչով, հիմա էլ թորնիկս իր ընկերների հետ մեծ սիրով ուզում են նորից ավելի գերակատար վերանորոգեն, Ազիզ ջան։ Որ վերանորոգեք, վերջացնեք մշտական քահանա կլինի, ինչ եք կարծում։ Այ չգիտեմ, Բայց որովհետև քանի հոգի են եկել, 4-5 հոգի եկել են։ Եկել են գնացել են, ասել են էդի կանենք, էնի կանենք ու ոչ մի բան։ այս եկեղեցին Սուրբ Էջմիածնին պատկանում է։ Այո, սկեսուրս այն ժամանակ գնացել է Վազգեն առաջինի մոտ, դաժե դիմումա գրել, որ գան նայեն, վերանորոգեն, այտենց էլ ասել են կգանք, բայց չէ, չեն արձագանքել։ Բայց կցանկանաք մշտական քահանա լինի։ Ինչի՞ չէ, մեծ սիրով թող գան, ժողովուրդն էլ արդեն կիմանան, որ գյուղի մեջ ամենամեծ եկեղեցին այդ է։ Կան շատ եկեղեցիներ կան, բայց ինքը ամենամեծն է։ Երևի Գետազատը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որտեղ եկեղեցիներն ու մատուրները շատ են, շատ։ Ամեն քայլի կամ մատուր կտեսնես կամ եկեղեցի։ Իսկ ամռանը տուրիստներ տեսնում եք։ Ստեղ։ Հա, որ տարբեր երկրներից գան հենց Գետազատ։ Չէ, երևակայի չէ։ Դե հուսանք մեր հաղորդումը երբ որ նայեն, Հայաստանի տարբեր գյուղերից կգան ձեզ այցի։ Մեծ սիրով։ Այսինքն դուք տեսակով թե աստվածասեր եք, թե աստվածավախ եք։ Աստվածավախ էտիկա, մի քիչ վախենալու բան, բայց հավատքով ենք, շատ ենք պաշտում Աստծուն, Ազիզ ջան։ Եթե Աստծուն պաշտում եք, մարդկանց էլ կսիրեք։ Բա ոնց։ Տեսակ, ես ձեզ ասացի սուրճ ունեք, ասացիք քանի բաժակ սուրճ պատրաստ Բա ոնց Ազիզ ջան։ Մի ժամանակ որ եկանք, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր կար։ Հիշում եք։ Հիմա էլ է էլեկտրաէներգիան, հիմա մեր տնից է հոսանքը գալի։ Էդի մեր գյուղապետը պետք է ինքը սոճիկ դնի, որ առանցին բան, բայց չեն անում։ Այսինքն լույսի գումարը դուք եք։ Հա, մենք ենք տալիս։ Ու ես չեմ էլ նեղվում, քանի որ աստու, եթե համար այդ լույսը վառվում, արժի։ Իսկ դուռը փակում եք գիշերները։ Չէ, բաց է, միշտ էլ բաց է։ Եթե վերանորոգեք, էլի բացեք։ Էլի բաց։ Եկեղեցու դուռը չեմ փակում։ Սուրբ Մարիամ Աստվածածինը կառուցել են Սամվել Մանվել եղբայրները 1999 թվականին։ Այո, մեր հաջորդ մոմերը կվառենք հենց այս սիրուն եկեղեցում։ Առաջ։ Ես ավառում եմ, որ մեծանամ, իմ խանութը բացեմ, ես աշխատեմ։ Խելք է հավաքել Արմինեն։ Փառք Աստծուն, զգույշ ձեր մատները չվառեք երեխաներ։ Ես այս մոմը վառում եմ, որ Հիսուս պապիկը բոլոր մարդկանց նպատակները իրականացնի։ Կյանքը լավն է, երբ որ մարդը հոգեպես հանգիստ է ու խաղաղ։ Մեզ միսի խոսք եմ լսել, ասում են, ինչ գործ ցանկանում եք, որ անեք, մի նայեք, որ դա հաճելի լինի Արմինեին, Անուշիկին, Աշոտին, այլ այնպես արեք, որ այդ գործը հաճելի լինի Աստծուն։ Քանի որ առանց Արմենին տեսնելու մենք չէինք կարող գնալ, այդ պատճառով մենք հավաքվել ենք Գետազատի կենտրոնում, որպեսզի Արմենը իր երգով մեր հաղորդմանը սիրուն երանգներ հաղորդի։ Աշուղ եմ էդ քո սև աչերիդ, էդ անուշ լեզվիդ կամարում քերիդ, աշուղ եմ էդ քո սև աչերիդ, էդ անուշ լեզվիդ կամարում քերիդ, բոյու բուսատիդ երկար ծամերիդ, ոչ մի ծաղի քո բուրմունքը չունի,
Ոչ մի մարդ քեզպես գյոզալ չի ծնի, ոչ մի ծաղիկը բուրմունքը չունի, ոչ մի մարդ քեզպես գյոզալ չի ծնի, քո մորը մատաղ որ քեզի բերեց, աշխարհի սիրուն մի փերի դարձեց, քո մորը մատաղ որ քեզի բերեց, աշխարհի սիրուն մի փերի դարձեց։ Արևիկ ջան, շատ ուրախ եմ, որ նորից եկել եք մեր գյուղ, կցանկանամ, որ շուշուտ գաք, որովհետև մենք ձեզ շատ ենք սպասում։ Բոլոր գետազատցիների անունից ես խնդրում եմ, անպայման մշակույթի տունը վերակառուցեք, վերանորոգեք, որովհետև ինչքան տաղանդներ ունենք, որ գրում են հարևան գյուղերում են սովորում, չէ՞ Արմեն։ Այ եթե ձեր գյուղում լիներ մշակույթի տուն, երաժշտական դպրոց, ապա հենց այստեղ էլ ուսում կստանայի երաժշտական ասպարեզում։ Անուշիկ, շնորհակալ ենք հյուրասիրության համար։ Ուր որ էլ գնաք, մեր գյուղի մասին լավը կխոսակ։ Ապրեք, որ եկել եք եւ շնորհակալ ենք, որ դուք նկարել եք մեր եկեղեցիների մասին եւ տուրիստները կգան կայցելեն։ Այո, իհարկե, սա նշանակում է, որ միայն տոնական օրերին չպետք է հիշենք եկեղեցիներին եւ Աստծուն։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, արթնանալուց հետո անգամ պետք է միշտ շնորհակալություն հայտնել Աստծուն ամեն բացվող օրվա համար։ Ժողովուրդ ջան, այսօր էլ մի լավ բան արեցինք Արմինեի Անուշիկի հետ Արարատի մարզի Արտաշատ համայնքի գետազատ բնակավայրում։ Դե դուք էլ կարող եք մեկնաբանություններում գրել, թե որ գյուղ գնանք, մի լավ բան անելու համար։ Մենք սիրով կգանք։ Ստեղծություն։